2012 թվականին որպես հրավիրյալ մասնագետ վերաբնակեցվել եմ Քաշաթաղ շրջանի Կերեն համայնքում։ Նորաստեղծ համայնք էր, նորաբաց դպրոց, կարծեցի, որ ես հայրենիքին մեծ օգուտ կտամ, երեք երեխա ունեմ, ընտանիքով վերաբնակեցվեցի։ Մինչև այնտեղ բացի դպրոցի մանկավարժի գործունեությունը, ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալել, համայնքի ղեկավարի աշխատակազմի ղեկավարն եմ եղել։ Մինչև 20 թվականի սեպտեմբերի 28-ին դուրս եմ եկել Կերենից եւ ուղիղ գնացել Ստեփանակերտ, որովհետեւ իմ երեխաները ուսանող էին, ապրում էին Ստեփանակերտում եւ հրաժարվեցին պատերազմից հենց հաջորդ օրը գալ գյուղ։ Ես ինքս գնացի Ստեփանակերտ, մենք դուրս ենք եկել հոկտեմբերի 17-ին, երբ այլևս Ստեփանակերտում խաղաղ բնակչի մնալը անհնար էր։ Եկել ենք Հայաստան, Դիլիջան ենք եկել, դեկտեմբերի 3-ին վերադարձել ենք Արցախ։ Հենց 20 թվականի դեկտեմբերի 3-ից, այսինքն այստեղ մի ամսվա չափ ենք մնացել, վերադարձել ենք Արցախ։ Խնդիրները այնտեղ էր բնակարանի խնդիր ունեինք, բայց բառը ճիշտ ասեմ, չենք տրտնջում։ Երեխաները շարունակեցին ուսումը, աշխատում ենք, ես աշխատանքի ընդունվեցի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում Քաշաթաղի վարչակազմի ներկայացուցիչն եմ աշխատել, այսինքն Քաշաթաղից բռնի տեղահանված անձինք, ովքեր արդեն փաստացի բնակվում էին Արցախի այլ վայրերում, այդ վերջի հետ չեմ համակերպվում, չես կարող նորը ստեղծել, նորը դնել, պիտի գնաս, ուր չգիտեմ, պիտի գնաս, դու ինքդ քեզ թվում է պիտի գնաս, դեռ սա քոնը չի, ասեմ, թե սա այն քաղաքն է, այստեղ եմ մեծացել, այստեղ եմ կրթություն ստացել, ծնողներս այստեղ են ապրում, ես պատկերացնում եմ, այսօր էլի եմ խոսել, ես այնտեղ եմ կամուրջ եղել Հայաստանցի Ղարաբաղցի ցավոտ բանի մեջ կամուրջ եմ եղել, ես այնտեղ ցույց եմ տվել Հայաստանի դրական բացասական բամեր դրական, հիմա էլ եմ կամուրջ, էլի բռնի տեղահանված ու տեղաբնիկ, այդ դրա մեջ կամուրջ եմ եւ մի քիչ ավելի սառն եմ դատում, մի քիչ ես հիմա պատկերացում եմ իմ այնտեղի հարազատներս, հարազատ արունակիցներս չեն, ես չեմ ունեցել ոչ ոք Արցախում որպես հարազատ, բայց ես ունեմ մի մեծ տվար բանակ բարեկամ, որոնց հետ կապը երբեք չի ընդհատվի, դա ողջ կյանքի համար է։ Ես իրենք ինձ ասում, հիմա են ասում, մենք քեզ նոր ենք հասկանում, որ ասում ենք ինչի չես բնակարանիդ Հայաստանում առնում, ես ասում եմ, ես չեմ կարող հաշտվեմ։ Ես այդ իրողության եւ այն իրողության մեջտեղում իմը նա էր։ Այն ժամանակվա տարբերությունը բնիկ արցախցու եւ քաշաթաղցու ինձ որ ասում են դուք ուրիշ ձև եք նայում, ասում եք գիտեք արցախցին իր տանն է եղել, պատերազմ է եղել, ինքը ունի կորուստ։ Քաշաթաղցին իր տունը քարը քարին այդ տարիների ընթացքում սենց մի կերպ կառուցել դարձրել է բարեկեցիկ, մի կերպ ինքը իր աշխատանքով բարի բուն իմաստով։ Ու հիմա պիտի վայելեր ու էլ չկա։ Դրա համար ես իրան ուրիշ կերպ էի ընկալում եւ ամեն ինչ արել եմ, որպեսզի մարդիկ բնակարանով, ցանկացած խնդրով այնտեղ էլ կար, որ դուք եկել եք ուրիշ տեղից մանրուկ, նուրբ, բայց հոգեբանական, ֆիզիկական, այնտեղ էլ կար տարբերությունը։ Ու այստեղ, որ հիմա տանն չաշխատել հնարավոր չէր, ես դիմեցի եւ երբ որ ինձ համայնքի ղեկավարը կանչեց եւ ասաց, գիտեք, Տիկին Աշխանից ես համար ես անակնկալ աշխատանք ունեմ, ես նույնիսկ իր ներկայությամբ հուզվեցի, որովհետեւ իրոք շնորհակալ եմ, որ հասկացավ ինձ ինչա պետք, ինձ պետք է այստեղ մեկը, ով այդ արցախցիներին խաղաղեցնի, ուղղորդի, ուղղություն ցույց տա, ամբողջ օրը ես ազատ ժամանակ չեմ ունենում, ինչու, որովհետև եթե ես ազատ այցելու չկա, ես օրենքներն եմ փորձում հասկանալ, որպեսզի ինձ որ զանգեն ասեն, ես ինչ ասեմ, գիտես ինչ, ես չեմ կարող, բայց դու դրա համար կարող ես դիմել ես ինչ տեղը, ես ինչ օրենքի համաձայն, այն ինչ, ու դա ինձ լիություն է տալիս, խաղաղություն է տալիս, որ ես կարողանում եմ օգտակար լինել, ու ասում ես անչափ շնորհակալ եմ։ Մանավանդ հիմա, երբ որ այդ աջակցությունը, այդ 40+10-երը որոշակի սահմանափակումներ ունեն, մարդկանց շատ դժվար է բնակվարձ վճարել,
եւ կարողանալ գոյատևել։ Իրենց հիմնական խնդիրը բնակարանայինն է։ Աշխատատեղերի, ասեմ Դիլիջանի յուրահատկությունն այն է, քանի որ ծառայություններ մատուցող քաղաք է, այսինքն հյուրատնային, հյուրանոցային, ռեստորանային, զբոսաշրջիկության աշխատավայրերը սահմանափակ ոլորտի են, խոհանոցի, մաքրության եւ այլն, եւ արցախցիների համար դժվար է աշխատանք, պետական աշխատանք գտնել։ Չկա ընտանիք, հազվագյուտ ընտանիք, որ կարող է իրեն հատկացված հավասարագրի շրջանակում, այդ գումարի շրջանակում բնակարան ձեռք բերել, կա ավտոմատ, մեխանիկորեն ստացվում է, որ ընտանիքը պետք է վարկավորվի։ Եվ քանի որ մենք ունենք մի շատ ցավալի փաստ այժմ զոհվածի ընտանիքներին հիփոթեկային վարկի սառեցումը, երբ որ բնակ մարդը ինքն է պարտավոր այդ պայմանագրով կնքված Եռակողմ Արցախ, Հայաստան եւ բանկ այդ պայմանագիրը խախտվում է եւ անձը ի վիճակի չի կարող լինել, չեմ կարծում, որ թեկուզ եթե այդ պահին ի վիճակի լինի, բայց բարոյապես հոգեբանորեն դա շատ մեծ սխալ է եւ ստիպված են վարկավորվել 10%-ից մինչև 50%-ի չափով կամ իրենց պահած գումարները ներդնել բնականան ձեռք բերելու համար, ասեմ շատ ցածր է գինը։ Մանավանդ Դիլիջանում, ասեմ զբոսաշրջիկ շատ ցածր է, ես հիմա ինձ թույլ են տվել իմ 20 թվականի անձամբ, ասեմ, հավաստագիրը կրկին անգամ շահագործել, այսինքն 10 միլիոներն է, անկախ ընտանիքի անձերի քանակից, 10 միլիոնով ես ոչինչ չեմ կարող ձեռք բերել։ Ես ստիպված նորից ու գիտեք ինչն է խնդիրը, վարկարու չես դառնում միայն տան գլխավորը, վարկարու դառնում են տան բոլոր անդամները։ Ես կոնկրետ ես երրորդ անգամ պիտի ընտանիքից նորից գցեմ վարկի տակ, որպեսզի մենք ծածկ ունենանք, իսկ ես դա չեմ ուզում։ Մի կողմից ափսոսում եմ այդ 10 միլիոն գումարը, որ պիտի կորի, մյուս կողմից հասկանում եմ, որ այդ 10 միլիոն գումարը իմ արդեն կրթություն ստացած, բարձրագույն կրթություն ստացած, երիտասարդ, պրպտող, վաղը այսօր ընտանիք կազմող այդ իմ երեխաներին ես 10 տարի թողնում եմ կալանքի տակ, այսպես ասեմ։ Այսինքն, եթե իրենք ուզենան ինչ-որ բան ձեռնարկել, իրենք չեն կարող, որովհետև արդեն այդ վարկի տակ են։ Թերություններ շատ կան, մանր, թվացող մանր, բայց դա մանրուկ չի։ Եվ հետո փաստաթղթային, ես անկեղծ ասած 23 թվականի փաստաթղթային շրջանառությունը չգիտեմ, 29-ը ահավոր էր, որովհետև այդ վաճառողը պիտի ազգուտակը զննեին, չլիներ հանկարծ բարեկամ եւ այլն, դու պիտի վարկային քո ընտանիքը վարկ չունենար այս պահին գործող։ Հիմա ասում են շահառուները, ովքեր արդեն ձեռք են բերել, քիչ են, բայց ձեռք են բերել։ Իմիջիայլոց Դիլիջանում դեռ ոչ ոք ձեռք չի բերել։ Դիլիջանից ձեռք են բերել Վանաձորում, բայց Դիլիջանում դեռ ոչ ոք ձեռք չի բերել։ Ասում են այդ քաշքշուկները փաստաթղթային վերացված է։ Ուղղակի ժամկետանց վարկ չունենաս, վարկը թույլ են տալիս ընտանիքի անդամները, բարեկամական կապը պարտադիր չէ, բայց ֆինանսապես անձը 4 միլիոն, ասենք 4 հոգանոց անձը 16 միլիոն, ինքը պիտի առնվազն գնի մի բնակարան, որի վրա նաև մի մեծ գումար պիտի դնի, որպեսզի լինի ապրելու նորմալ ապրելու բնակարան։ Եվ ձեզ ասեմ, շատ ես այն ժամանակ եմ լսել, որ ինչ ես թանկ բան գնում։ Էժանով մի բան, ասեմ, կներեք, թույլ կտակ, ես ապրեմ։ Ես իմ ստեղծածը թողել եմ եւ չեմ ուզում հիմա քարշ կամ էժանով մի բանի մեջ խցկվեմ եւ ես եւ իմ երեխաները։ Դրա համար երբեք իրանց չեմ ասում, ժողովուրդ ինչ եք թանկ բան վերցնում, վերցրեք էժանով մի բանը նշանակում է չապրել, գոյություն պաշտպանել։ Իսկ արդյոք մարդը այսքանից հետո մի հատ էլ գա խցկվի մի սենյականոց կամ երկու սենյականոց բնակարանի մեջ 6-7 հոգով գոյություն պաշտպանել մինչեւ երբ։ Դրա համար էլ ճիշտ չի, որ ասում են, դե ով ասում ձեզ գնաք 3 սենյականոց բնակարան գնեք, երկուսը գնեք, մեկը չի բավարարում։ Մարդը պիտի ապրի, մարդը ողջ կյանք ստեղծած դրած, այս այդ հոգեբանոր չեն ասում եմ, որոշումը եւ վերջ, չէ։ Մարդուն պիտի հնարավորություն տակ իր ստեղծած իր ամբողջ կյանք, այսօր թոշակառու մարդ ունենք, իր որոշ թոշակի չեն թոշակավորում, որովհետև իր աշխատանքային ստաժը չի բավարարում, բայց մարդու 15 տարվա աշխատանքը այն սկզբում չի երևում, կորել է, չկա։